ամբողջ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը մեծ ուրախանալու եւ ցնծության տոնը։ Թեպետ սատանան բոլոր դարերում փորձել է հեղաթյուրել Սուրբ Ծնունդը, փորձել է ծածկել, որ մարդկության համար փրկիչ չի եկել, նոր պետք է գա։ Ես ուզում եմ կարդամ Ղուկաս ավետարան, 2-րդ գլուխ 10-11 խոսքերը։ Սա այնտեղն է, երբ որ հովիվները արածացնում են իրանց հոտը եւ հրեշտակները երևացին հովիվներին եւ հրեշտակը ավետիս է տալիս։ Բայց հրեշտակը ըսավ նրանց՝ մի վախեցեք, որովհետեւ նրանք գերբնական երևույթ են տեսել եւ վախի սարսափի մեջ էին։ Եվ հրեշտակը ասում է՝ մի վախենաք, վասնզի ահա ձեզի մեծ ուրախության ավետիսմը կտամ, որ բոլոր ժողովրդինը լինի։ Ինձ ուրախացնում է այստեղը, եղբայրներ, քուրեր, նախ ուրախություն, մեծ ուրախություն, ավետիս եմ տալի, որ ոչ միայն ձեզի, այլ բոլոր ժողովրդինը լինի։ Վասնզի այսօր փրկիչ ծնավ Դավիթի քաղաքի մեջ, որ օծյալն է, ընտրվածն է, մեսիան է, օծյալ նշանակում է մեսիան, օծյալ Տերն է։ Եվ շարունակությունը այսօր ձեզի նշան լինի, մանուկ պետք է գտնեք խանձարուրով փաթաթված մսուրի մեջ պառկած։ Իսկույն այն հրեշտակի հետ երկնային զորքերի բազմությունը եղավ, որոնք Աստված կօրհնեին ու կսեին. երկրի վրա բարձրության մեջ Աստծուն փառք, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ մի փոքր այսօր նայենք Սուրբ Ծնունդի նշանակությունը այսօր մեր օրերում, ինչպես է լինում, մենք ինչ նշանակություն ենք տալիս Սուրբ Ծնունդը։ Այսօր շատ-շատերը այս տոնը ընդամենը կերուխումի են վերածել։ Այս տոնը ընդամենը ինչ-որ մի հատ ավանդույթի նման մի բան է, որ գնալ իրար տուն, իրար նվերներ տալ։ Շատերը ուրախանում են, որ իրանց տունը մարդ է գալիս, շատերն էլ տխրում են, որ մարդ չի գալիս։ Բայց այս ամենի մեջ մի բան հստակ է, որ այս մեծ ուրախությունը չկա, մարդիկ տխուր են ներսով։ Այս ամենի մեջ մի բան հստակ է, երկրի վրա խաղաղություն, այդ խաղաղությունը չկա, մարդկանց ներսում փոթորիկ է, Սուրբ Ծննդյան նշանակությունը հեն է, որ քո ներսը ուրախություն լինի ուրիշներից ավելի։ Գիտեք, դեռ ամբողջ Աստվածաշունչը խոսում է Տիրոջ գալուստի մասին, մարգարեանում է։ Երբ որ Աբրահամը պետք է իր զավակին տաներ զոհաբերության, Աստված թույլ չտվեց, որ զոհաբերի իր զավակին։ Եվ այդտեղը ինքը, հիշում եք, չէ՞, մացառների մեջ մի հատ խոյ ցույց տվեց, ասեց, որ տղայի վրա ձեռք չտպցնես։ Եվ Աբրահամը այդտեղը կոչեց Եհովա Իրե, որը նշանակում է Աստված կտեսնի եւ կապահովի։ Աստված տեսավ, որ մարդկության սերունդը դատապարտված է մահվան, խավարի, եւ Աստված ուղարկեց փրկիչ, ուղարկեց գառը, որ պետք է մորթվեր մարդկության ցեղի համար, եւ մեզ ազատեց այդ խավարի իշխանությունից։ Ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդկանց կլուսավորե։ Ես եմ աշխարհի լույսը։ Մատթեոս ավետարանում այսպես է գրված 4:16-ում խավարի մեջ նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Լույսը ծագեցավ նրանց վրա, որոնք մահվան երկրի մեջ, շուքի մեջ կնստեն։ Այստեղ խոսում է, որ մահը թագավորում էր ամբողջ մարդկության ցեղի վրա, եւ մարդկության ցեղը կարիք ուներ փրկչի, եղբայրներ, քույրեր, մեկին, որ կազատեր։ Կողոսացիս մեկի մեջ այսպես է գրված, Կողոսացիս 1:13-ում, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, խենք մենք տխուր, մեր ներսում այդ ցնծության տոնը չկա, իրար շնորհավորում ենք, իրար բառեր ենք ասում, բայց իրականում այդ կյանքը չկա։ Երբ որ քո հետ մի հատ լավ բան ա լինում, մի քիչ շատ լավ բան ա լինում, սիրտդ ուրախությունից պայթում է, չէ՞։
Այն մարդ ասում ես հանկարծ ոչ ոքի չասես, բերանդ կարողանում ա մնա։ Գնես ասես, գիտես իմ հետ սենց բան ա եղել։ Հարևանիդ ես ասում, զանգում ես բարեկամից, սաղին ասում ես։ Քանի հոգի են։ Այդ ուրախությամբ, ցնծությամբ այսօր վկայել, որ Քրիստոսը ծնվեց։ Փրկիչը ծնվեց իմ համար, քո համար, որ մեզ խավարի իշխանությունից հանեց։ Այս դրա մասին եմ խոսալու։ Գիտեք, ես մտածում եմ, այդ ուրախությունը նրանց համար է լինում, ովքեր ընդունում են լույսը։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվեց, որ ով որ նրան հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եսային մարգարեանում էր Իսրայել ժողովրդի համար, փրկիչ պետք է գա Սիոնի համար եւ իրենց հանցանքից ելդարձնող։ Փրկիչը գալու է Սիոնի համար, ու մեր Իսրայել ժողովուրդը սպասում էր այդ կուլմինացիային կարծես, որ փրկիչ պետք է գա։ Եվ Սաղմոսի հեղինակը, որ Դավիթն է, ինքը աղաղակում էր հետաքրքիր ձևով. քո լույսը ու ճշմարտությունը ղրկի, որպեսզի նրանք մեզի առաջնորդեն։ Սաղմոս 43:3-ը։ Կարիք ունեի մի հատ առաջնորդի, որ ճշմարտությամբ ու լույսով առաջնորդեր։ Այդ խավարից աներ։ Բայց Տեր Հիսուսը ինչ ասում։ Իրեներին եկավ Հովանու ավետարանի առաջի գլխի մեջ եւ իրեները իրան չընդունեցին։ Հերովդեսը լսեց։ Հերովդեսը խռովեց։ Հերովդեսին համար հասկանում ենք, որ խռովեց, շփոթվեց, որտեվ թագավոր էր, թեպետ այդքան էլ տրամաբանական չի։ Մի 20 տարի հետո, եթե այդ երեխան մեծանար, չէ, այդ մանուկը մեծանար, որ թագավոր էր ծնվել։ Լսեց, որ թագավոր ա ծնվել։ Հերովդեսը արդեն մեռնելու էր, իրան ինչին էր պետք։ Լույսն էր եկել աշխարհ։ Հերովդեսը շփոթվեց ու գրված ամբողջ Իսրայել ժողովուրդը շփոթվեց իր հետ, խռովեց։ Լույսն էր աշխարհ եկել։ Լույսը եկել էր աշխարհ, այդ աշխարհը, որ խաբարի մեջ նստած էր ու մահը թագավորում էր, որպեսզի մարդկության ցեղը հաներ, բայց նրանք լույսը չսիրեցին։ Եվ դրա համար այսօր մարդիկ շատերը այսօր էլի լույսը չեն սիրում։ Հովանու ավետարան 3:19-ում ասում է, եւ սա է դատապարտությունը, որ լույս եկավ աշխարհ, մարդիկ խավարը սիրեցին։ Վասնզի ամեն ով որ չարը կգործե, անիկա լույսը կատե, լույսինքով չի գար, որպեսզի իր գործերը չհանդիմանվեն։ Այդ թե ինչն էր պատճառը Հերովդեսի։ Հիշում ենք մի հատ թագավորի, Աքաբ, Հովսափաթի հետ խնամություն էր անում։ Ասես գնանք Ռամով գաղադը գրավենք։ Հովսափաթն ասեց Տիրոջը հարցնենք։ Եվ ամբողջ մարգարեները մարգարեանում էին, որ գնա հաջողություն պետք գտնես։ Ասես տեղ ուրիշ մարգարե չկա։ Ասած մեկը կա, բայց իմ համար լավ չի մարգարեանում։ Չասես թող թագավորը տես շասի, թող կանչեն այդ մարդուն։ Կանչեցին, ասես գնա միջև կանչելը, իրան ապսպրում են, ասում են, նայ, բոլոր մարգարեները թագավորի համար լավ բան են մարգարեացել։ Թող քո խոստել իրանց մեկի պես լինի։ Եվ մարգարեն ասում Տերը ինչ որ ասի այդ եմ ասելու։ Երբ որ գալիս է թագավորի առաջ կանգնում է, ասում է գնա հաջողություն պետք է գտնես։ Թագավորը հասկանում է կարծես թե հեգնանք է այդ խոսքի մեջը։ Ասում է քեզի քանի անգամ երթնացնեմ, հավաստիացնեմ, որ դու ճիշտ ասես։ Եվ ասում է տեսա, որ Իսրայելը հովիվ չունեցող ոչխարների նման էր, ամեն մարդով իր տունը գնա։ Ասում է ես քեզ չասեցի, որ ինքը իմ համար լավ չի մարգարեանում։ Լույսը եկել էր ու տեղ չուներ։ Լույսը մերժեցին։ Դրա համար ներսի ուրախություն չունի մարդկության ցեղը։ Սաղմոս 4:7-ի մեջ ասում է դու ինձ ուրախություն տվեցիր նրանց ծորենի գինի առատության ժամանակից ավելի։ Մարդը ուրախ է երբ որ իր գործերը հաջող են։ Երբ որ կարողանում է տարվա մեջ մի հատ ռաշո տան, այս տարի ինչ կարացավ ավելացնի։ Օղ, տուն, էս։ Հա, փառք Աստծու։ Այս տարի հաջող տարի էր։ Բայց ստեղ ասում է դու ինձ ուրախություն տվիր, իմ սրտին ուրախություն տվիր նրանց ունեցվածից ավելի։ Այս հրաշքը կատարվել է իմ ու քո մեջ։ Այս հրաշքը լինում է Սուրբ Ծնունդով, իրան փառք հավիտյան։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, այդ ուրախությունը հենց որ ես ամենասկզբից էդի կարդացի, չէ, որ
այս ուրախություն, մեծ ուրախություն եմ ավետում ձեզի, որ ձերը լինի, ու ամբողջ աշխարհին լինի։ Այսօր մարդկության ցեղը այս ուրախության կարիք ունի։ Ինչի՞ դա պետք ամեն ինչ ունես, բայց ներսում ուրախություն չկա։ Ինչի՞ դա պետք ճոխ սեղանները եւ այդ բարեկամների գալ գնալը, երբ որ քո ներսը խաղաղություն չկա։ Ինչի՞ դա պետք։ Բայց Տերն ասեց, ես իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ ոչ ոք չի կարող վերցնել ձեզանից։ Եվ մի անգամ Տերն ասեց, ձեր սրտերը կերկերպ տրտմված են, բայց ես ձեզի նորեն կհանդիպեմ։ Եվ ձեր սրտերը կլցվեն ուրախությունով, եւ այդ ուրախությունը ոչ ոք չի կարող ձեզանից վերցնի։ Եկեք խոստովանենք, մի բան կեղծ, ինչքան են կարողանում մեր տրամադրությունը փչացնել։ Ինչ որ մի բան մեր սրտով չեն ասում, մեր տրամադրությունը փչանում է։ Ինչքան են կարողանում հիվանդություն կլինի, առողջություն, ֆինանսական ոչ հաջողություն, որ մենք տրտմում ենք, կերպ տրտմում ենք, բայց մեզ պետք է նորեն իրան հանդիպել, առանց իրա համ ու հոտը կորցնում է ամեն բան մեր կյանքի մեջ։ Մեզ պետք է նորեն հանդիպել ու մեր ներսը կլցվի իրա տված ուրախությունով, որ ոչ ոք չի կարող ինձ ու քեզանից վերցնի։ Փաստ օրինակով Պողոսն ու Շիղա բանտի մեջ ոտքերը կոճղների վրա, չէ, կոճղներով ամրացրել են։ Մարդիկ ցավի տառապանքի մեջ են, երգում են ցավի տառապանքի մեջ, եւ բանտարկյալները նկատում են, որ այս մարդիկ ունեն մի բան, որ իրանք չունեն։ Դու ինձ ուրախություն տվիր իմ սրտին, նրանց հաջողությունից ավելի իմ սրտին դու այդ ավելի ուրախությունը տվիր։ Եվ սա լինում է սուրբ ծնունդով իրան փառքավիճան։ Եվ այսօր ես կուզեմ եղբայրներ քուրեր, մեր մեջ ովքեր եկել են նոր առաջի անգամ, եթե դու տրտմած ես, եթե քո հոգին դատարկ է, զգում ես, որ ինչ որ մի բան պակաս է, զգում ես, որ թեկուզ ամեն ինչ կա, դու հիվանդ ես, դու առողջ ես, փառքած ընտանիք ունես, որ որոշները չունեն, դու ունես այն ինչ որ շատերը չունեն, բայց դու ուրախություն չունես ներսի, դու հանգստություն չունես։ Եսային համարձակում է Մարգարյանալ, ասում է, մեզ իմանուկ տրվեցավ եւ նրա վրա կլինի իշխանությունը, նա կկոչվի սքանչելի խորհրդակից, հզոր Աստված, խաղաղության իշխան։ Խաղաղության իշխանը կգա իմ քո սրտի մեջ ու մեր ներսը կհանգստանա եղբայրներ քույրեր։ Այսօր մարդկության ցեղը սրա կարիք ունի։ Տերը տեսավ, որ մարդկության ցեղը խաբարի մեջ է եւ դատապարտված էր մահվան, փրկիչ ուղարկեց, իր որդուն ուղարկեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ ես ուզում եմ մի հատ օրինակ բերեմ։ Նկատել եմ մի բան, այս նոր տարվա հետ կապված, ասենք նվեր է ստանում երեխեքին, 3 տեսակի երեխաների են նկատել, որ նվերի վրա նայում է, թողում գնում է։ Ասկի իրեն չել հետաքրքրում այն մարդն ինչ կար, այդ սիրուն փաթեթ տանջվում ես, փաթեթավորում ես, չէ՞, թողում գնում է։ Այն մեկ ուրախանում է փաթեթավորված է, բան, բացում է, նվերը տենում է, ուրախությունը կարճ է տևում։ Էլի տանում է միտեղ դնում է, մոռանում է։ Երրորդ տեսակը ոչ միայն բացում է, ոչ միայն ուրախանում է, սխնում է սրտին մոտա դնում։ Այն մարդ գիշերն էլ է հետ է քնում, առավոտն էլ է հելում ուրախանում, երեխեքա չէ անընդհատ պատժվում։ Գիտեք, Աստված իր որդին մեզի նվեր է տվել։ Պողոս առաքյալն ասում է առաջի Կորինթացիս 8-րդ գլխի 9-8-ում ասում է, որ շնորհակալ ենք անպատմելի պարգևի համար։ Բայց ես այսօր ոնց եմ այդ նվերի հետ վարվում։ Ոնց եմ վարվում այդ նվերի հետ, իր տված նվերի հետ, ուրախանում եմ։ Այդ նվերը ինձ ուրախություն տալիս է, թե ես տխուր եմ։ Թող Աստծո ողորմությունը լինի, որ ինքը մեր կյանքի մեջ յուրի պես չլինի, համաձայն եք, որ այնքանավոր տարի մի անգամ իր այցելությունը զգանք իր ներկայությունը Հայտնության 3:20-ում ասում է, ահա կանգնած եմ եւ թակում եմ։ Եթե մեկը բանա, եթե մեկը լսի իմ ձայնը, բանա, կմտնեմ, ընթրիք կանեմ, ընթրիքից հետո մեծ ուրախություն է լինում։ Ընթրիքից հետո մեծ ուրախություն է լինում։ Երբ որ անառակ որդին ետ դարձավ, ընթրիք արեցին։ Ընթրիքի մեջ մեծ ուրախություն կա, հոր հետ հաղորդակցվելով, ես ձեզ նորից կտեսնեմ եւ ձեր սրտերը կլցվեն ուրախությամբ։ Թող Աստծո ողորմությունը լինի, գանք աղոթքի։ Տեր, դու